բացառվում է Ռուսաստանի կողմից, ինչքան էլ Սոլովյովներ, Մարիա Զախարովներ, Զատուլիններ, չգիտեմ, տարբեր կարգի, այսպես ասած, Ռուսաստանում ծիլ տված հայ չորքոտանի քաղաքական գործիչներ, առայժմ մեղմ եմ ասում, մենք ունենք մեր պետության շահը, մեր ժողովրդի հանդեպ մեր կառավարությունը պարտավոր է եւ ոչ միայն պարտավոր է, այլ անում է այդպես իր գործառույթները ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ պարտավորությամբ եւ կարծում եմ, որ վաղն էլ կարող է Սոլովյովը նման հայտարարություն չանել, մեկ ուրիշը կարող է նման հայտարարություն անել։ Դուք լավ եք հիշում, որ մի քանի տարի առաջ մի քանի տասնյակ գործակալական ցանցի ողորմելիներ մի քանի անգամ հրավիրեցին Լազարևյան ակումբի նիստեր։ Այդ Լազարևյան ակումբի նիստը դա բացահայտ հայբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է եղել։ Եվ տեսան, որ ոչ մեկը արդյունքի չի հասնում այդ հայբրիդային պատերազմի օղակներից, չէ, soft power-ը ես նկատի ունեմ, օգտագործեցին եկեղեցին, հիմա էլ կփորձեն այլ կերպ օգտագործեն։ Նարեկ ջան, ես ընդհանրապես մի նախադասություն եմ ասում, եթե Հայաստանի նախորդ ղեկավարությունը, ղեկավարները փորձեն վրեժխնդիր կերպով այստեղ ռուսական գործակալական ցանցի եւ ռուսական շահերից ելնելով վրեժխնդիր գործողությունները խորացնեն, նույնիսկ նրանք եւս հայտնվելու են Ռուսաստանի կողմից եւ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ նրանք եւս հայտնվելու են Բաքվում, ինչպես որ հայտնվեցին Արցախի ղեկավարները։